Սարիթաղում 3 տեղի ունեցած միջադեպից հետո քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու հատկանիշով։ Կա մեկ ձերբակալված 38-ամյա Հ. Թորոսյանը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Խորենացի փողոցին հարող Գլինկայի եւ որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ այլ կոշտ առարկաներ են նետել։ Ոստիկանության 6 ծառայող ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Ոստիկանության եւ քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման մասին այսօր Սարիթաղում միայն ճանապարհի կենտրոնում մոխրացած աղբարկղերն ու մեքենաների մուտքը փակող աղյուսներն են հիշեցնում։ Խորենացի տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, փողոցներում գրեթե մարդ չկա։ Թեև երիտասարդները խուսափում են որևէ բան հայտնել, ավելի տարեցները պատմում են, թե ինչը դարձավ երեկվա միջադեպի պատճառը։ Իմ լսելով իջնում են այդտեղ, ասում են թողեք անցնենք, չեն թողե, ինչ որ մի օրգանի աշխատող քաշքշել, այդտենց սկսել են իրար խփել, այդքան մի բան։ Հա, այնպես որ մարդիկ չեն սկզբից միջամտել, օրգանն է սկզբից միջամտել, ու այդտենց ահագին կռիվ դավի, ծեծոցի։ Սարիթաղցիների հավաստմամբ դժգոհության պատճառը միայն փակ ճանապարհը չէ։ Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումից հետո իրենց ջրի ու գազի մատակարարումն է դադարեցվել։ Տրանսպորտ չկա, գազը չկա, ջուրը կտրել էին, ամեն ինչը սենց փակուղու մեջ է։ Խոսել են, որ ինչ է այս վիճակը, դուբինկայով խփել են, տեղից է կռիվը սկսվել է։ Ջուր այսօր տվել են, 3 չկար, գազ էս 3-4 օրա չկա, չունեն գազ։ Ինչ են ասում, դիմել եք։ Ինչ ասենք, յանի կարում ենք դուրս գանք տնից, որ բանել ասենք։ Սաղ 4 կողմը փակած է։ Պրեզիդենտ նովա, միա չի կարա ասենք թե բան անի, ինքը հարցազրույց տա։ Ժողովրդի հետ ինչ հարցեր ունեք, ասի։ Ինչ համար ենք ապրում։ Սարիթաղցիներն ասում են, որ ոստիկանության հետ բախման պատճառը զինված խմբին միանալը չէր, սակայն նրանց առաջադրած պահանջներին կողմ են։ Պահանջում են նախագահի հրաժարականը, ճիշտ պահանջ է, ինչ այլ է։ Թող կատարեն ժողովրդին, մի հատ խելացի մարդ ընտրեն նորից, այս պետությունը ղեկավարեն։ Կատարվածին տեղում ծանոթանալու համար 3 իրազեկ քաղաքացի միավորման ներկայացուցիչ Դանիել Լեոնիսյանն էր մի խումբ լրագրողների հետ փորձել Սարիթաղ գնալ։ Բնակիչները թույլ չեն տվել մոտենալ միջադեպի վայրին, կոտրել են Լեոնիսյանի ավտոմեքենայի կողային հայելին ու պահանջել, որպեսզի հեռանան։ Ճիշտ է, հետո պարզեցին, թե ով ենք, ինչ ենք, չգիտեմ, միգուցե զղջացին, միգուցե ոչ, բայց մի կողմից այն գաղափարները, որ իրանք ասում են դասական, քաղաքացիական հասարակության ընդդիմության գաղափարախոսություններ, բայց մյուս կողմից մեթոդները, որոնք իրենք ընտրել էին, իհարկե շատ ավելի ագրեսիվ էին։ Միջադեպին է անդրադարձել ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ըստ նրա, կենցաղային պայմաններից դժգոհություններ բախման ժամանակ առաջ չեն քաշվել։ Ամբողջ հանրությունը տեսանյութը դիտել է, այնտեղ գազի, ջրի, համայնքի, համատիրության վճարի մասին խոսք չկար, այնտեղ կար հայոյանք, այնտեղ կար նետվող քարեր, այնտեղ կար ոստիկաններ եւ քաղաքացիական անձինք։ Ճիշտն ասած, այլ բան չեմ տեսել։ Փաստաբան Հայարփի Սարգսյանն ազատությանը փոխանցեց, որ 3 գիշերը Սարիթաղի միջադեպի առիթով բերման են ենթարկվել 2 քաղաքացի Միքայել Նազարյանը եւ Արսեն Մանուկյանը։ Սևակ Ծատուրյանին էլ բերման չեն ենթարկել, բայց ուղեկցել են բաժին զրույցի համար։ Հայարփի Սարգսյանի հավաստմամբ իր պաշտպանյալ Միքայել Նազարյանին ոստիկանության բաժնում ծեծել են։ Քահանացության մեջ է բարձրապես այն կարգի էին ծեծել, որ շտապօգնության կարիք կացվեց եւ շտապօգնությունը եկավ տարավ հիվանդանոց Սուրբ Գրիգոր Լուսավորից։ Իսկ բացի այդ դեպքից հետո ուրեմն բերման էին ենթարկել Արսեն Մանուկյանին արդեն։ Արսեն Մանուկյանին եւս ազատ են արձակել, փաստաբանն ասում է կրկին բազմաթիվ վնասվածքներով։ Հանցագործության մասին հաղորդում, սակայն տուժած քաղաքացիները դեռ չեն ներկայացրել։ Հաղորդում չի տվել, այս պայմանի վիճակի չէ, հազիվ կարողացավ հարցաքննվել եւ ուղարկեցինք դատաբժշկի մոտ, ուղեգիր վերցրեցինք, որպեսզի վնասվածքները արձանագրվեն։ Իսկ նման մտադրություն ունեն հաղորդում։ Այո, իհարկե կան։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել եւ ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները։ Միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։